Ողջույն սիրելի ընկերներ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Ինչպես արդեն նշել էի վաղ օրոք, մենք գտնվում ենք Արևշատ գյուղում, մի արև աղջկա նախաձեռնությանն ենք հյուր եկել, այսօր համերգ է Ethno Colors բոլորիս կողմից շատ սիրված խումբն է երգելու, բայց մինչ տարածքը ձեզ ցույց տալը եւ տպավորություններով կիսվելը, դա երկրորդ հատվածը կանեմ իմ ուղիղ եթերի, հիմա ցանկանում եմ խոսել Անահիտի մասին, ում արդեն 5 տարուց ավել է ճանաչում եմ, ով իմ ընկերն է, իմ գաղափարակիցն է, ով իմ ճանաչած ամենահայրենանվեր կերպարներից մեկն է, որովհետև Անահիտը տարիներ առաջ բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում եւ մի օր իրերը հավաքում եւ գալիս է Հայաստան, հայրենադարձվում է, որոշում է գալ, ապրել եւ աշխատել, արարել, ստեղծագործել այստեղ։ Քաղաքի աղջիկ Անահիտը, ով մասնագիտությամբ թարգմանչուհի է, ով դաշնակահարուհի է, ես նրան կմոտենամ կերպարն էլ ցույց կտամ նրա, չնայած շատ զբաղված է, բայց տեսակն եմ ուզում նրա նկարագրեմ, մի յուրահատուկ անձնավորություն, գալիս եւ Արարատի մարզի Արևշատ գյուղի տարածքում գնում է հողատարածք եւ սկսում է տուն կառուցել, ովքեր իմ վաղեմի ընկերներն են, արդեն գիտեն, որ բազմիցս խոսել ենք այդ մասին եւ Անահիտը իր տան հիմքի առաջին քարը տեղադրել է հունիսի 17-ին իմ ծննդյան օրը եւ արդեն տարիներ անց ուզում եմ ձեզ ցույց տամ նրա կառուցած տունը։ Եթե ինչ-որ մեկը հետևել է կհիշի, եթե չէ, ես պետք է ասեմ, որ քար առ քար, շարք առ շարք Անահիտը տունը կառուցել է բոլոր քայլերը ցույց տալով առանց նախնական գումար ունենալու, միայն գաղափար, երազանք, հավատ, սեր, նվիրում եւ աշխատասիրություն։ Երբ որ այս այգին հիմնում էր, այգում էլ ոչինչ չի եղել, երբ որ այգին հիմնում էր, անգամ ծառերը նոր նշմարված, նախաճաշ այգում նախաձեռնություն էր իրականացնում եւ տարբեր նմանատիպ միջոցառումներ։ Այսօր արդեն այգին բերք է տալիս, Անահիտը բավականին մեծ հաջողություններ եւ ձեռքբերումներ է ունեցել։ Ես խոստանում եմ առաջիկայում, երբ որ սկսեմ իմ ուղիղ եթերները հաջողության պատմությունների, անպայման մեկ եթեր կնվիրենք Անահիտի հաջողության պատմությանը որպես ոգևորող, որպես ներշնչող, հավատ ներշնչող, որպես մոտիվացիա, որ անհնարին ոչինչ չկա, ինչպես ես եմ ասում, ինչպես Անահիտն է ասում եւ Անահիտին էլ դասում եմ այն մարդկանց տեսակին, ովքեր հայրենիքը սիրում են գործով, ոչ թե կենացով, խոսքով կամ Facebook-յան ստատուսով։ Անահիտ ջան, ձեռքով արա, էլ չեմ խոսացնի, որ շատ ժամանակը չտանեմ, բայց լայվ եմ խոստացել առաջիկայում։ Ահա, կամավորությունը Անահիտը իրական օրինակ է հենց կամավորության, այս հրաշքները կամավոր օգնել աջակցել են միջոցառմանը եւ տարածքն եմ ցույց տալիս։ Իրականում անհնարին ոչինչ չկա եւ ջանք սեր ներդնելու դեպքում կարելի է կազմակերպել ցանկացած միջոցառում ձեր տարածքում։ Եթե դուք ունեք հյուրատնային բիզնես, ցանկանում եք ներկայացնել գյուղը, պատմել գյուղի մասին, ապա այսպիսի տարածքում կարելի է հենց գյուղի երեխաներով, համայնքի երեխաների մշակութային համարներով ներկայացնել գյուղը։ Հիմա որպեսզի ավելի հետաքրքիր լինի եւ այսպես շատ ուղիղ եթերով չխոսեմ, ես կանջատեմ եւ քիչ անց, երբ որ արդեն համերգային հատվածը կսկսվի, կրկին ուղիղ եթերով կմիացնեմ, որպեսզի ովքեր չեն հասցրել գան, միասին վայելենք Ethno Colors-ի համերգը։ Իսկ հիմա ասում եմ ամենալավն ու բարին եւ արև ձեզ։